Հայաստան հայկական պարլամենտական քաղաքական ուժերը բողոք չասեն։ Մենք մեր կարծիքը ասել ենք եւ մեր հայտարարությամբ հստակ նշել ենք եւ դա առանց բացառության բոլորին է վերաբերում։ Մենք ասենք որ հավասարության նշան դնելը անթույլատրելի է։ Իսկ ինչի հետևանք է այդ նշան դնելը, պարոն Շարմազանov, ինչի հետևանքով մեր ռազմավարական դաշնակիցը եւ այդ միջազգային կառույցները հավասարության նշան դրեցին, արդյոք Հայաստանի արտաքին քաղաքականության թերացումների հետևանքը։ Ուրեմն քաղաքականության մեջ կա երևացող շերտ եւ չերևացող շերտ։ Ես գրեթե համոզված եմ որ չերևացող շերտով հստակ ասվել է, ոչ որ ասվել է։ Հասկա նաև երևացող շերտ եւ անհրաժեշտություն կա։ Եվ եթե հիշում եք, հենց առաջին արձագանքներից մեկը ես եմ եղել որպես ազգային ժողովի նախագահի տեղակալ, ընդամենը ռազմական գործողությունների ժամուկես 2 ժամ հետո, հաշվառենք եթե ժամը 8-ին ա եղել սպանվել 12-ամյա, 9:20 ես արձագանքել եմ եւ ասել եմ, որ բացի այն որ սա հավաքչական գործողություն է, սա նաև հետևանք է նրան, որ միջազգային հանրությունն է, այդ նաև Միսկի խումբը մերթ իրականացնում է հայտարարություն, որտեղ հավասարության նշան է դրվում։ Դա անթույլատրելի է։ Այսօր Միսկի խումբը կարող է բան, չգիտեք ով է մտնում Միսկի խմբի մեջ։ Եվ այսօր էլ մեր հայտարարության մեջ 2 ժամվա 2 էջի վրա գրված է կոչ են անում Միսկի խմբի համանախագահներին, կոչ են անում միջազգային հանրությանը։ Խնդրում եմ վերցրեք մեր հայտարարությունը, դա ավելին է, քան Շարմազանովի կարծիքը, դա 6 խմբակցությունների քաղաքական գնահատականը եւ բացեք այդ քաղաքական գնահատականը վերլուծեք։ Մինսկի խումբը այսօր Վիեննայում հանդիպում է, պարոն Շարմազանov։ Մինսկի խումբը Վիեննայում քննարկում է ունենալու ինչ ակնկալիքներ կան, որ Հայաստանի ձայնը լսելի կդառնա։ Այս պահին ամենաառաջնային ակնկալիքը, որ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը խաղաղություն պարտադրի հակառակորդին։ Մնացածը արդեն հերթով մեր դիվանագետները կիրականացնեն։ Հիմա խնդիր պետք է լուծեն մեր հայրենակիցները Արցախում, որովհետև տեղի է ունեցել ագրեսիա, տեղի է ունեցել ահաբեկչություն եւ բոլոր այն գնահատականները, որը հնչում են թե Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, թե Լեռնային Ղարաբաղի պաշտպանական բանակից, ես թե որպես անհատ, թե որպես քաղաքացի, թե որպես քաղաքական գործիչ պաշտպանում եմ եւ եւս մեկ անգամ ուզում եմ իմ հիացմունքը հայտնել բոլոր քաղաքական ուժերին, առաջին նախագահ Տեր-Պետրոսյանից սկսած, Նիկոլ Փաշինյան, Դուսավոր Հայաստան, հերթով գալիս եմ, Ազատ դեմոկրատներ, ՀՀՇ, Հայ հեղափոխական դաշնակցություն, Օրինաց Զերկիր, ասենք վերածնունդ, Ժառանգություն, ում եմ մոռացել, Ալյանս, Բարգավաճ Հայաստան, բոլորին, մեր երկրապահներին, հանրապետ բոլորին, ձեր սիրելի լրագրողներ, երկրորդ նախագահի գրասենյակը լռեց։ Այսօր հայտարարություն եղավ։ Պարոն Շարմազանով, ես հիմա չեմ ուզում մենք բաների մեջ մտնենք, երեխեք, այսօր այն բանն է, որ մեզ պետք է կոնսոլիդացիա։ Մեզ պետք է կոնսոլիդացիա, այսօր տեսակ եւ մենք, եւ ընդդիմությունը, այսօր չկա իշխանություն եւ ընդդիմություն։ Եվ նաեւ մեր կառավարության արդյունքում մենք նաեւ որոշել ենք այս քարոզիայի ընթացքում հնարավորինս ավելի զուսպ, ավելի, որովհետեւ եւ հանրությունն է մեզ նայում, եւ Արցախում են մեզ նայում։ Մենք այսօր չկա լուրջ եմ ասում, ես ոչ թե ձևական ասի չկա ընդդիմ։ Կներեք այսօր իմ համար երկրորդական է թե ով որ կուսակցության անդամ է։ Այսօր մենք բոլորս հայ ենք, մենք բոլորս Հայաստանի ու Արցախի ներկայացուցիչներ ենք։